Ողջույն սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, խաղային շաբաթը AFL Armenia YouTube-յան ալիքի եթերում շարունակվում է ու մեկ տարկեց վերջի խաղային օրը, որտեղ առաջինը միմյանց դեմ մրցում են Palermo-ն ու Betis-ը։ Հանդիպումը մեկ տարկած է, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտացուցակներին, սկսենք Palermo-ից Վահե Հունանյանը պաշտպանում է դարպասը համար 1, Օհան Օհանյան համար 2, Դավիթ Ավագյան համար 4, Նորայր Անդրեասյան համար 16, Հայկ Մկրտչյան համար 6, Գրիգոր Հովհաննիսյան համար 9, Ստեփան Բարության համար 10, Ռոման Լևոնյան համար 13, Յուրի Խաչատրյան համար 20, Նարեկ Քալոշյան համար 21 և Արամ Մարտիրոսյան համար 26։ Դավիթ Արզումանյանը պաշտպանում է Betis-ի դարպասը համար 1, Արման Մալինցյան համար 2, Գևորգ Բադալյան համար 3, Դավիթ Հովհաննիսյան համար 4, Դավիթ Մուսախանյան համար 7, նա թիմի ավագն է, Արման Մարգարյան համար 10, Հայկ Դիլանյան համար 13 և Արթուր Գևորգյան համար 17 վտանգավոր գրոյի էին անցել հիմա Palermo-ի ֆուտբոլիստերը, բայց ստացվեց Betis-ի մոտ հեռացնել գնդակը երկրորդ տեմպով է գրովում Palermo-ն այստեղ էլ Արթուր Գևորգյանը թույլ չտվեց մրցակցի առաջ խաղացում ու ետ ուղարկելով գնդակը Betis-ը պաշտպանությունից դուրս է գալիս, այստեղ էլ լավ պաշտպանվեց Մարտիրոսյանը, Անդրեասյան, հիմա Palermo նորից գրոյի անցնում, Նորայր Անդրեասյան արգելակեց մի պահ, հիմա տեսնենք ինչ շարունակություն կտա, հարվածում է Անդրեասյան ու այստեղ կարողանում է այս իրադրությունում դարպասը անառիկ պահել Betis-ի դարպասապահ Դավիթ Արզումանյանը հիմա պատասխան գրոհով Betis-ից Մուսախանյան ստացվեց անցնել մեկ ֆուտբոլիստի, բայց հետո սա անկման գնով գնդակը Խաչատրյանը դաշտից հեռացեց ու անկյունային կիրասի հիմա արդեն Betis-ը շատ լավ են մեկնարկել թիմեր այս հանդիպումը ու տեսնենք առաջինը բախտը ում կողեկցի, հիմա վտանգավոր հարվածի փորձ ենք տեսնում այստեղ, բայց շեղությամբ է ստացվում հիմա էլ Դավիթ Հովհաննիսյանի կատարած հարված ու հարված կլինի Վահե Հունանյանի պաշտպանած դարպասից Մարտիրոսյան ուղարկեց գնդակը իրենից ավելի դեպի ձախ մրցաշարային հաղորդակցին մի պահ հայացք նետենք, որտեղ պատկերը իսկապես ամեն հանդիպումից հետո էլ ավելի շքեղ է դառնում, էլ ավելի է թեժանում, Ավագյան դեպի Անդրեասյանը տեսնենք ինչ որոշում է կայացնում այս անգամ Անդրեասյանը ևս մեկ հարված ու նորից Արզումանյան երկրորդ փորձը Անդրեասյանից այս խաղում երկու դեպքերում էլ Betis-ի դարպասապահ վստահ գործեց, բայց իհարկե Անդրեասյանին պետք չէ նմանատիպ տարածություններից հարվածի հնարավորություն տալ, նա բավական վտանգավոր է հարվածում, նա Betis-ի պատասխանը ու նորից Մարտիրոսյանը հասցնում է պաշտպանությունում օգնել Անդրեասյան ստացվեց այստեղ գնդակ ուղարկել Լևոնյանի ուղղությամբ ու Դիլանյանը թիկունքից լավ աշխատեց, եզից կնետի Palermo-ն մրցաշարային հաղորդակցում թիմերը այնպես չէ որ իրարից շատ հեռու են գտնվում, Palermo-ն այս պահին 10-րդ է 18 միավորով, Betis-ը 13 միավորով գտնվում է 12-րդ հորիզոնականում ու երկու հանդիպում 3 հանդիպում ներողություն Betis-ը ավելի քիչ է անցկացրել, քան Palermo-ն։ Այո, եթե այսօր Palermo-ն կարողանա հաղթանակի հասնել Betis-ի նկատմամբ, ապա կունենա իր ակտիվում 21 միավոր ու արդեն 8 միավոր կգերազանցի մրցակցին, բայց եթե Betis-ն է հաղթում, ապա արդեն բավական կմոտենա Palermo-ին բաստողած հանդիպումները անցկացնելուց հետո, այնպես որ թիմերը իսկապես ունեն խնդիր, հատկապես առաջինը միմյանց հետ հարցերը պարզելու, քանի որ այս հանդիպումից հետո արդեն շատ քիչ հանդիպումներ են մնում խմբային փուլի ավարտին, որից հետո արդեն կտրվի փլեյ-օֆի մեկնարկ ու իհարկե պետք է ավելի ուշադիր ու զգոն գործեն հիմա
թիմերի ֆուտբոլիստները ներողություն ես հիշեցնեմ որ play-off-ի ուղղակի են նվաճում առաջին 8 հորիզոնականը զբաղեցած թիմերը որտեղ առայժմ այս երկու թիմերը ընդգրկված չեն on-line տարբերակով բայց հուսանք որ բախտը կուղեկցի այս թիմերին ու նրանք առնվազն 8-րդ հորիզոնականով կհաղթահարեն խմբային փուլ իհարկե ցանկալի է ցանկանային բոլոր թիմերը տեղ զբաղեցնեն play-off-ում բայց դա պարզապես հնարավոր չէ ֆուտբոլի օրենքն է այդպես սաֆելի օրենքն է այդպես առաջին ությանքն է հաղթարում Winter Cup-ի մրցաշարը Մուսախանյանից փորձ նորից ու Հունդանյանը տեղում է այո եթե խոսեցի Անդրեասյանի մասին Պալերմոյի հարձակման գծում ապա նույնը պետք է ասել Մուսախանյանի Մասով իսկապես պետք է աչալրջորեն վերահասկել այսօր Դավիթ Մուսախանյանին թույլ չտան նրան նույնիսկ այսպիսի տարածություններից հարված կատարել հիմա հենց Մուսախանյանն է գնդակով ու անկյունային վաստակեց այս բարդ իրավիճակում իսկապես Մուսախանյանը հարձակման կրակագծում անկառավարելի է դառնում ցանկացած թիմի համար ու պետք է այս հանգամանքը հաշվի առնել հիմա անկյունային կիրաստին Բետիսը ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա արդեն Բետիսի ֆուտբոլիստերին բացից փոխանցում են տեսնում բայց չստացվեց այստեղ Արթուր Գևորգյանի հարված ու հարված կլինի նորից Պալերմոյի դարպասից հարվածի փորձ սա կարելի էր համարել իհարկե լավ մատուցեց գնդակը խաղընկերոջ այստեղ Արման Մարկարյանը բայց Գևորգյանի հարվածը չստացվեց այս իրավիճակում Հունանյանը շտապում է ու խաղարկում է գնդակը Երկար փոխանցում առաջ դեպի Լևոնյանը, բայց այստեղ Բետիսի պաշտպանությունը թույլ չտվեց գնդակը անցնի ու հիմա արդեն երկրորդ տեմպով կփորձեն գրոհել Պալերմոյի ֆուտբոլիստները Հովհաննիսյան ձախ դեպի շարժվեց ուղարկեց գնդակը Անդրեասյանին լավ էր մտածել Անդրեասյան այս իրավիճակում բայց փոխանցումը մի փոքր շեղությամբ ստացվեց իսկ այս հարվածը արդեն անկասելի է 1-0 Պալերմոն առաջ է անցնում հաշվի մեջ Ռոման Լևոնյան 1-0 բացված է հանդիպման հաշիվը իսկապես անկասելի հարվածեց Լևոնյանը ոչ մի շանս չտալով դարպասը Պարզումանյանին այս իրավիճակում ունենք արդեն Առաջին խփած գնդակը այս խաղում ինչ էլ ավելի կմեծացնի հանդիպման ինտրիգը հիմա արդեն Բետիսը կնետվի առաջին հերթին փորձելու հավասարեցնել այս Դիմակայության հաշիվը Մուսախանյան տեսնենք պատասխան գրող անմիջապես ու կա այստեղ կա խաղի կանոնների խախտում Մուսախանյանի դեմ պայքարում բավական վտանգավոր դիրքում անմիջապես Բետիսը ստանում է տուգանային հարվածի հնարավորություն ու տեսնենք այս ստանդարտը ինչի կվերածեն Բետիսի ֆուտբոլիստները Կարող է, իսկապես Մուսախանյանը կարող է կատարել այս տարածությունից բավական լավ հարված կա մրցավարի Սուլիչը տեսնենք ով կհարվածի Մուսախանյանը թե ամեն դեպքում խաղընկերը ոչ Մուսախանյանն է այդ պատասխանատվությունը իր վրա վերցնում այստեղ եղավ պատից անդրադարձ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Պալերմոյի դարպասից հիմա բախում տեղի ունեցավ Պալերմոյի ու Բետիսի ֆուտբոլիստի միջև Մուսախանյանի հարվածից հետո բայց ուսանք որ լուրջ ոչինչ չկա ու ֆուտբոլիստները կարողանան շարունակել հանդիպումը, այո, ամեն ինչ կարգին է Պալերմոյի ֆուտբոլիստի հետ, եթե չեմ սխալվում հենց Պալերմոյի միակ գոլի հեղինակն էր, այո, Ռոման Լևոնյանն էր հայտնվել խոտածածկին, բայց ամեն ինչ կարգին է Լևոնյանի հետ, ու նա կշարունակի հանդիպումը Մարտիրոսյան, դեպի ձախ փոխանցում Այո, Պալերմոն նախորդ տուրում բավական լավ տպավորություն թողեց Մայնցի դեմ անցկացած հանդիպման ժամանակ 2-0 պարտվում էին Մայնցին, բայց իրենց մեջ ուժ գտան Պալերմոյի ֆուտբոլիստները ու կարողացան ոչ ոքի կորզել այդ խաղում իսկ Մայնցը կրկնեմ, որ գտնվում է վերին հորիզոնականներում այս պահին 8-րդ ներողություն ավելի հստակ հիմա ասեմ այս պահին Մայնցը գտնվում է 7-րդ հորիզոնականում իհարկե 8-րդ հորիզոնականում զբաղեցած Մոնցա Ետունի հավասար միավորներ ու այդ հորիզոնականը զբաղեցած թիմը կհայտնվի play-off փուլում բայց նախորդ տուրում Պալերմոն կարողացավ Մայնցի հետ ոչ ոքի խաղալ ու միավոր կորզել մեկ միավորի արժանացավ Պալերմոն այդ խաղում նախ Իշեստեն պարտվում էին 2-0 հաշվով, բայց կարողացան վերադառնալ խաղ, դա Անդրեասյանը
անկասել իրացես 11 մետրանոց հարվածը, հետո էլ Տուգանայինից հարվածով Պալերմոն հավասարեցեց հանդիպման հաշիվը, Հովանեսյանը, եթե չեմ սխալվում, գրավեց Տուգանայինից Մայնցի դարպասը ու այդ գոլը մեկ միավոր շնորհեց այդ խաղում Պալերմոին։ Հիմա այսօր արդեն Պալերմոն առաջինն է բացել հանդիպման հաշիվը։ Ու իհարկե կփորձեն անել հնարավորինս այդ առավելությունը մեծացնելու կամ գուցե բավարարվեն այս մեկ գնդակով, բայց դա պահել այդ մեկ գնդակի առավելությունը ողջ խաղում Բետիսի նկատմամբ այն էլ այն Բետիսի, ով ունի հարձակման գծում Մուսախանյանի պես առաջատար, շատ բարդ կլինի։ Հիմա այստեղ պայքար տեսանք, բայց գնդակը բաժին հասավ ուղիղ Բետիսի դարպասապայի ձեռքերի միջև ու շարժվում են առաջ Բետիսի ֆուտբոլիստները։ Մուսախանյան Մարտիրոսյան թիկունքից այս իրավիճակում լավ աշխատեց։ Շարժվեց առաջ, բայց հետո արդեն կորցրեց գնդակը ու տեսնենք Բետիսի պատասխանը Մուսախանյանը շարժվում է առաջ, արգելակեց մի պահ ու հիմա մնաց գնդակով։ Հետ փոխանցում, խաղարկում է գնդակը Բետիսը, Մարտիրոսյան չկար ոչինչ այս իրավիճակում, մաքուր գործեց Մարտիրոսյանը, Լևոնյանն էլ հետ է ուղարկում գնդակը դեպի պաշտպանություն ու դեպի առաջ Լևոնյան կռիվ է տալիս այստեղ գնդակի համար, բայց կարողանում է Դիլանյանը հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս ու նորից հարված կտեսնենք Պալերմոյի դարպասից, այո հանդիպման տեմպը բավական բարձր է, ճիշտ է մի փոքր հանգստացան ֆուտբոլիստները այնպես սկսած երբ Լևոնյանը բացեց հանդիպման հաշիվը, մինչ այդ ավելի այսպես ինտենսիվ էին գործում երկու թիմերը, փորձելով առաջինը հասնել հաջողության, բայց այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Լևոնյանն ու կարողացավ աչքի ընկնել։ Հիմա արդեն իհարկե ավելի պետք է շտապի Բետիսը հնարավորինս կերպով առաջին կեսում փորձելու հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց առայժմ այդպիսի վտանգավոր պահեր մեկ անգամ է ստեղծել Բետիսը մրցակցի դարպասի ուղղությամբ, այստեղ էլ հարված կլինի Բետիսի դարպասից, այո Պալերմոյի ֆուտբոլիստին դիպավ վերջում գնդակ ու գնդակը խաղի մեջ կմրցնի Դավիթ Արզումանյանը դեպի պաշտպանները խաղարկեցին գնդակը Բետիսի դարպասից, բայց այստեղ գնդակի կորուստ կորցրեցին, հետո վերականգնեցին ու գուցե հիմա որևէ բան ստացվի Բետիսի մոտ։ Օհանյան ուղարկեց գնդակը Հովանեսյանին, այստեղ հարված Հովանեսյանից տեսանք ամեն դեպքում, բայց շեղությամբ ստացվեց Գրիգոր Հովանեսյանի կատարած հարվածը։ Խաղարկում են Բետիսի ֆուտբոլիստները, հիմա ստացվեց դուրս գալ պաշտպանությունից։ Երկար փոխանցում դեպի մրցակցի Տուգանայինի մատուցներ, բայց Պալերմոն հեռացեց գնդակ ու հիմա միգուցե մի փոքր արագացնեն, դանդաղեց Պալերմոյի գրոհ, հիմա երկրորդ տեմպով են անցնում գրոհի Անդրեասյանը չի վրիպում այսպիսի իրավիճակներում 2-0 Պալերմոն կրկնապատկում է իր առավելությունը։ Նորայ Անդրեասյան 2-0 Պալերմոն խփում է այս խաղում երկրորդ գնդակ ու կրկնապատկում իր առավելությունը, հիմա տեսնենք ինչով կփորձի պատասխանել այս ամենին Բետիսի իսկապես այս գոլից հետո արդեն Բետիսը ավելի ծանր իրավիճակում է հայտնվում բնականաբար ու պետք է փորձել արագ ետ բերել մեկը հիմա ուներ շանս Բետիսը, բայց այստեղ ստացվեց գրավել դարպասը, հորիզոնական դարպասածողը եկավ օգնության այս իրավիճակում Պալերմոյի ֆուտբոլիստերին ու Պալերմոյի պատասխանն են տեսնում արագորեն Անդրեասյան 3-0 մեկ րոպեում դուբլի հեղինակ է դառնում Նորայ Անդրեասյանը։
Նորայ Անդրեասյան 3-0 դուբլի հեղինակ դարձավ Անդրեասյան, այո, մեկ ամբողջական րոպե, այսպես ասենք, գրեթե չպահանջվեց, այսպես այնպես սկսած երբ սուլեց մրցավարը ու վերսկսվեց 2-0-ից հետո հանդիպումը դաշտի միջին հատվածից ու Անդրեասյանը արդեն դուբլի հեղինակ է դառնում այս խաղում Պալերմոն էլ շատ վստահ է գործում այսօր ու 3 գնդակի առավելություն ունի անցած 15 րոպեների ընթացքում Բետիսի նկատմամբ, հիմա պետք է փորձի իհարկե միայն ու միայն Բետիսը հնարավորինս կերպով մտածել առաջին խաղակեսում որքան հնարավոր է ետ բերելու մասին հանդիպան հաշվի հետ կապված իհարկե շատ ծանր իրավիճակում է հիմա հայտնվել Բետիսը, բայց կարող են հաղթարել այս փորձությունը, քանի որ ունեն Մուսախանյանի պես ֆուտբոլիստ հարձակման գծում, հիմա հարադարձում 1 գնդակը կարողանում է հեղինակել Բետիսը 3-1 գնդակը հայտնվում է դարպասում Այո, ստացվեց այստեղ Բետիսի մոտ գրավել մրցակցի դարպասը եղավ ճիշտ է անդրադարձ, բայց ամեն դեպքում գնդակը հայտնվեց ցանցում, հիմա 2 գնդակ է նորից բաժանում Բետիսի ֆուտբոլիստերին հաշվի հավասարությունը վերականգնելու համար ու տեսնենք ինչպես կստացվի այս անգամ Մուսախանյանը շտապեց մինչև վերջ, բայց Մարտիրոսյանը այստեղ մնաց գնդակով ու վաստակում է եզրային նետման հնարավորություն Ես ինձ կնետեն Պալերմոյի ֆուտբոլիստերը, այո, իսկապես ճիշտ է, անդրադարձ տեղի ունեցավ, բայց ամեն դեպքում գոլը գրանցվում է Դավիթ Հովհաննիսյանի անվան դիմաց Բետիսի 4-րդ համարի այս խաղում, քանի որ արդեն դարպասին է կատարել դա հարված եւ տեղի ունեցավ անդրադարձ ամեն դեպքում Դավիթ Հովհաննիսյանը խփում է իր առաջին գնդակը այս խաղում ու Նաև իր թիմի առաջին գնդակ ու տեսնենք հիմա հենց նա է գնդակի մոտ ստանդարտից փոխանցում Հունանյան մի փոքր այստեղ լավ չընդունեց գնդակը առաջին փորձից, բայց հետո կարողացավ ֆիքսել ու թույլ չտվեց Բետիսի հարձակվողներին հարված կատարել, հիմա նորից Պալերմոն է գնդակով Հովհաննիսյան դեպի ձախ հարկում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստերը հարվածի փորձել այստեղ տեսանք, բայց բարձր ստացվեց Պալերմոյի ֆուտբոլիստի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հովհաննիսյան շատ լավ նկատեց այստեղ Մուսախանյանին, բայց փոխանցման ավելի շուտ արձագանքեց ու գնդակի ճանապարհը փակեց Մարտիրոսյանը, ամեն դեպքում անկյունային կիրացնի Բետիսը։ Եթե իսկապես ստացվի Բետիսի մոտ եւս մեկը խփել մինչև ընդմիջում գնալը, ապա կրակոտ երկրորդ խաղակեսը կստացվի մեծ Մուսախանյան ու ինչ այստեղ պահանջում է 11 մետրանոց հարված Դավիթ Մուսախանյանը մրցավարից, բայց Առաջին մրցավարը ոչինչ ցույց չտվեց, կարծում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում կդիտի դրվագի կրկնապատկերը Նորայ Անդրեասյան հիմա Պալերմոյի պատասխան գրողը տեսնենք, որը շատ արագ է ձեռնարկում Պալերմոյի ֆուտբոլիստերը Լևոնյան դեպի Հովհաննիսյանը, Գրիգոր Հովհաննիսյան ու այստեղ մաքուր գործեցին Բետիսի ֆուտբոլիստները, բայց հիմա հասկանանք ինչ պատահեց ֆուտբոլիստին, կարծես ամեն դեպքում բախման ժամանակ հարված ստացավ ոտքին Լուսանք լուրջ ոչինչ տեղի չունենա ու Գրիգոր Հովհաննիսյանը կշարունակի հանդիպումը Հիմա արդեն վերջացվեց հանդիպումը Գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են Երկար փոխանցում նորից առաջ, բայց Գնդակը այստեղ չասա ոչ ոքի Բետիսի ֆուտբոլիստերի մասով իհարկե Պալերմոն
Փորձում է դուրս գալ պաշտպանությունից այս իրավիճակում Մարկարյան լավ հիջեցեց այստեղ գնդակը շատ լավ էլ փոխանցում կատարեց Մուկար Մարկարյանի տարբերակը ինչու չհետևեց դեպի նրան փոխանցում չեմ կարող ասել եթե ուղարկեն գնդակը դեպի արդեն ավելի աճ հարցակման գծում կարող էր միայնակ հայտնվել դարբասապայի դիմաց Մարկարյանը բայց դրվագը արդեն անցավ Տուգանային է նշանակել մրցավարը ու տեսնենք ստանդարտը ինչ է տալու Բետիսին գնդակի մոտ է նորից Բետիսի միակ գոլի հեղինակը Դավիթ Հովհաննիսյանը ու տեսնենք գուցե ստացվի կա մրցավարի Սուլիչ այս անգամ արդեն ցածրից հարված է Հովհաննիսյանը բայց շեղությամբ մտածավ նրա կատարած հարվածը եւ հարված կլինի նորից Պալերմոյի դարպասից այո բավական արագ անցան այս հանդիպան մեկնարկից մինչ այս պայս 20-21 րոպեները ու Իհարկե առաջի խաղակեսի ավարտին մնացել են հաշված րոպեներ, որոնց մասին իսկապես պետք է մտածի միայն ու միայն այս հաշվի պարագայում Բետիսը պետք է փորձել ևս մեկը ետ բերել միջև ընդմիջում, այդ դա կլինի իսկապես շատ հետաքրքիր, իսկ եթե Պալերմոն նորից հասնի հաջողության ու եռապատկի առավելություն, ապա նորից Բետիսը էլ ավելի ծանր կաթության մեջ կհայտնվի, հիմա եզրից կնետեն Պալերմոյի ֆուտբոլիստները Մարտիրոսյանն է վերահսկում գնդակը դեպի հետ փոխանցում գնաց պրեսինգի Մուսախանյանը այստեղ, բայց Հունանյանը հասցրեց հեռացնել գնդակը ու արդեն եզրից կնետի հիմա Բետիսը Բադալյանը կկատարի եզրային նետումը կատարված է փոխանցում այստեղ ստացվեց ավելացնել Գևորգյանի մոտ, բայց Պալերմոյի արագ հակագրողը նույնպես ստացվեց այս իրավիճակում ու իրեպի ետ փոխանցում են կատարում Պալերմոյի ֆուտբոլիստները, այստեղ գնդակով Յուրի Խաչատրյանն է եւ չկան տարբերակներ, այո շատ ճիշտ վարվեց պետք է հետ ուղարկել գնդակը Մարտիրոսյան շատ լավ փոխանցում դեպի իրենից արդեն ավելի ձախ Տեսնենք այս գրո ինչ է տալու Պալերմոյին հարվածի փորձ այստեղ տեսանք ամեն դեպքում, բայց բարձր ստացվեց Պալերմոյի 6 համարի կատարած հարվածը եւ հարված Բետիսի դարպասից արագորեն խաղարկեց դարպասապա այստեղ գնդակը հիմա կա փոխանցում դեպի Մարկարյանը Մարկարյանը ուղարկեց Մուսախանյանին, բայց պատասխան փոխանցում այստեղ չստացվեց Մուսախանյանի մոտ Եզից նետելու են Պալերմոյի ֆուտբոլիստները Մարտիրոսյան ստացվեց այստեղ, բայց գնդակը բաժին ասավ Բետիսին ու հիմա Բետիսի պատասխանը լավ չհասկացան Մարկարյանն ու Բադալյանը միմյանց փոխարենը Պալերմոն նետվում է առաջ Անդրեասյան ևս մեկ հարված Դիլանյանը ընդունում է իր վրա գնդակ ու Եզից կնետեն արդեն Պալերմոյի ֆուտբոլիստները, այո, լավ գործեց այստեղ Դիլանյանը փակելով գնդակի ճանապարհը, չենք կարող ասել իսկապես Անդրեասյանի հարվածը ինչպես կստացվեր, եթե Դիլանյանը չհայտնվեր գնդակի ճանապարհին, նա այսօր հիշեցնեմ Նորայր Անդրեասյանի մասին է խոսքս, դարձել է դուբլի հեղինակ շատ կարճ ժամանակահատվածում 1 րոպեի ընթացքում ու կարող է իհարկե վայրկյանների տարբերություն լինել, բայց դա իրականորեն չի փոխում նրա գրանցած արդյունքի իմաստը ու իհարկե պետք է Անդրեասյանին գոնե երկրորդ խաղակեսում փորձել վերահսկել, նա կարող է արդեն ավելի այսպես ասած անհասկանալի դառնալ մրցակիցների համար, եթե նրա խաղը ստացվում է, ապա գրեթե ոչ ոք չի կողմնորոշվում ինչպես փակել Անդրեասյանին հիմա Բետիսը շարժվում առաջ, բայց կարողացան մի ամուր ուժերով Պալերմոյի ֆուտբոլիստները փակել գնդակի ճանապարհը ու վտանգավոր հակագրով որքան տարածություն հաղթարեց Խաչատրյանը ու այստեղ չհայտնվեց գնդակը դարպասում իսկապես միայնակ մի քանի մրցակցի շրջանցելով դուրս եկավ հարվածային ճիշտ է
փակ է արդեն Խաչատրյանի հարվածի ճանապարհը մեծ մասամբ, բայց ամեն դեպքում այստեղ իր գործ արեց Դավիթ Արզումանյանն ու հեռացեց գնդակը։ Եթե Խաչատրյանը միջև այդ փոխանցում կատարել Անդրեասյանի ուղղությամբ, ապա կարծում եմ Անդրեասյանը ավելի նպաստավոր դիրքում էր ու գրոյին ավելի տրամաբանական շարունակություն կտար։ Իմ անկյունային խաղարկումը տեսնում ենք փոխանցում հարվածել այստեղ տեսանք, բայց բավական բարձր հնացավ գնդակ ու հարված կլինի Արզումանյանի դարպասից նորից արագորեն խաղարկում է գնդակը Բադալյանի հետ դեպի Մարկարյանը այստեղ չհասկացան միմյանց Բետիսի ֆուտբոլիստները առաջի խաղակեսն էլ հենց այստեղ ավարտվում է 3-1 հաղթում է Պալերմոն կարճատև դադար, որից հետո կշարունակենք բարեկամներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Պալերմո Բետիս հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո 3-1 հաշվով հաղթում է Պալերմոն մրցակցին նախ կարողացավ Ռոման Լևոնյանը բացել հանդիպման հաշիվը, հետո Անդրեասյանը դարձավ դուբլի հեղինակ, 3-0 դարձնելով Պալերմոյի առավելություն, իսկ Բետիսի մոտ ստացվեց բաց թողած 3 գնդակներից հետո մեկը ետ բերել Դավիթ Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ, ճիշտ է գրեթե ուշադրել է դարպասապահ հարվածի ուղղությունը հիմա միանգամից վտանգավոր գրո Պալերմոյից հենց երկրորդ կեսի մեկնարկում, բայց Գրիգոր Հովհաննիսյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվեց այստեղ մի փոքր ու Բետիսը սկսում է պաշտպանությունից Հովհաննիսյան դեպի կենտրոն կատարեց փոխանցում նորից պատասխան փոխանցումը Հովհաննիսյանի ուղղությամբ լավ դեր Մուսախանյան 3-2 գեղեցիկ կոմբինացիա տեսանք Բետիսից ու հիմա նորից մեկ գնդակ է բաժանում Բետիսին հաշվի հավասարությունը վերականգնելուց Դավիթ Մուսախանյանի 3-2 ստացվեց, այո, Մուսախանյանի մոտ երկրորդ խաղակեսում հենց առաջին փորձից ստացվեց գրավել մրցակցի դարպասը իսկապես, բայց այս գրո լինենք անկեղծ սկսեց Դավիթ Հովհաննիսյանը ինքն էլ տվեց շարունակությունը ու հետո գնդակը մատուցելով Մուսախանյանը դրեց գրո եզրափակումը 3-2 հիմա արդեն կթեժանա հանդիպումը բնականաբար Մուսախանյանն է շարժվում առաջ աչեզրով բայց այստեղ երկու հոգի միանգամից հայտնվեցին նրա առջևում գնդակը դուրս հանեցին դաշտի սահմաններից ամեն դեպքում ես իսկ կնետեմ Բետիսի ֆուտբոլիստները Հովհաննիսյան նորից խաղարկում Հովհաննիսյանից տեսան Մարկարյանի հետ բայց այստեղ Լևոնյանը հեռացնում է գնդակ ու այն բաժին է հասնում Բետիսի դարպասապահին եկեք նորից վերհիշենք թիմերի հայտարարությունները Լիլանյանն է գնդակով դեպի Դավիթ Մուսախանյանը հասցեագեց գնդակը լավն էր Մուսախանյանի փոխանցումը հեռար հարվածի փորձ այստեղ տեսանք բայց գնդակը շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից եւ այսպես սկսենք թիմերի հայտարարությունների հետ ծանոթանալը Պալերմոյից սկսենք Վայո Հունանյանը պաշտպանում է դարպասը համար 1 Օհան Օհանյան համար 2 Դավիթ Ավակյան համար 4 Նորայ Անդրեասյան համար 16 Գրիգոր Հովհաննիսյան համար 9 Ստեփան Բարության համար 10 Ռոման Լևոնյան համար 13 Յուրի Խաչատրյան համար 20 Նարեկ Փալոշյան համար 21 եւ Արամ Մարտիրոսյան համար 26 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Մկրտչյանը Պալերմո դարպասը ներողություն Պալերմոյի հայտարարությունը ներկայացրեցի Բետիսին նույնպես ծանոթացնեմ Բետիսի դարպասը պաշտպանում է Դավիթ Արզումանյանը համար 1 Արման Մալինցյան ներողություն համար 2 Գևորգ Բադալյան համար 3 Դավիթ Հովհաննիսյան համար 4 Դավիթ Մուսախանյան համար 7 Արման Մարկարյան համար 10 Հայկ Գիլանյան համար 13 եւ Արտուր Գևորգյան համար 17 Հովհաննիսյանն է գնդակը ընդունում ու շարժվում առաջ բայց այստեղ չանցավ փոխանցումը նրա կատարած ու Պալերմոն փորձում է եւս մեկ գրո ձևակերպել Ավակյան ուղարկեց Լևոնյանին գնդակը Լևոնյանն իմանաց գնդակով ու այստեղ կա խաղի կանոնների խախտում այո հարված ստացավ ոտքին Լևոնյանը
Եվ ստանդարտ Իրաստանի հիմա Պալերմոյի ֆուտբոլիստները նույնպես դիրքը արվածային է, ճիշտ է, մի փոքր աննշան հեռու է տարածությունը, բայց իհարկե դա խոչընդոտներ չի առաջացնի, քանի որ կարծում եմ Լևոնյանը ունակ է նմանատիպ տարածություններից լավ հարվածելու կա, Սուլիչը Լևոնյանն էլ հարվածեց ու իսկապես վտանգավոր հարվածեց, բայց Արզումանյանը նորից հեռացնում է գնդակը անկյունային, հիմա էլ կխաղարկի Պալերմոն Իսկապես Լևոնյանի մասով ասեմ հարվածը շատ լավ ստացվեց, եթե մի փոքր տասներ դեպի անկյունը, ապա արդեն Արզումանյանը շանսեր ունենա, բայց կարողացավ այս իրավիճակում անդարեք պահել դարպասը, հիմա էլ Ավագյանն է կատարում փոխանցում, նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց Լևոնյանը, բայց հարվածը շեղությամբ ստացվեց այս անգամ արդեն ու հարված Բետիսի դարպասից կտեսնենք, արագորեն խաղարկում են Բետիսի ֆուտբոլիստները գնդակը Բադալյան դեպի առաջ շուղարկեց գնդակը Դիլանյան դեպի Հովանեսյանը և կրոս դեպի մրցակցի Տուգանայինի Մարտույստեր Մարտիրոսյան առաջինն էր այստեղ Մարտիրոսյանը հիմա էլ կար խաղի կանոնների խախտում արդեն Մարտիրոսյանի նկատմամբ Մալինցյանը խախտեց խաղի կանոնները այո թիկունքից հրեց ձեռքերով ու ստանդարտ է նշանակել մրցավարը Մուսախանյան այստեղ կարող էր խլում կատարել, բայց կարողացան Պալերմոյի ֆուտբոլիստերը վստահ գործել այս իրավիճակում ու դուրս գալ պաշտպանությունից, այո Մուսախանյանի փորձն ու հնարամատությունը որտեղ է երևում, իսկապես ոչնչից կարող էր գոլ ստեղծել ու հիմա Պալերմոն խփում է Իչոր գնդակ ու նորից կրկնապատկում առավելությունը 4-2 Ստոպա 4-2 Պալերմոն կրկնապատկում էր առավելությունը Նարեկ Քալոշյան այստեղ էլ դարձավ գոլի հեղինակ ու հիմա արդեն նորից Բետիսը հայտնվում է երկու գնդակի խնդրի առջև առնվազն երկու գնդակ է դա այն դեպքում երբ բաց չթողնեն իհարկե կարող էր ընդամենը գոլից վարքյաններ առաջ Մուսախանյանը խլում կատարել բայց չստացվեց դա ֆուտբոլիստի մոտ իհարկե Մուսախանյանի մեղավորությունը այդ դրվագում պարզապես Չկար նա արեց հնարավորինս իսկ հետո արդեն Պալերմոն ոչնչից անմիջապես հաջորդ գրոյի ժամանակ գրավեց դարպաս ու նորից ունի երկու գնդակի առավելություն խաղադաշտում Լևոնյան լավ նկատեց այստեղ բայց մի փոքր այլ ուղղությամբ ուղարկեց գնդակի իսկ Արզումանյան այստեղ ռիսկի դիմեց հիմա եթե Անդրեասյանն էր գրայր թե ինչ է կատարվելու Տուգանայինի մատույցներում կարծում եմ ավելի հաջող գործել եւս մեկ փոխանցում Լևոնյանից բարձր է ստացվում Բադալյան խաղարկում է գնդակը Մարկարյանի հետ, այո նորից երկու գնդակ է պետք, կրկնում է Բետիսին առնվազն երկուսը, բայց Բետիսը այսօր արդեն մեզ ցույց տվել է, որ անելանելի իրավիճակներ չկան, պետք է պարզապես տրամադրվել ու դուրս գալ նմանատիպ իրավիճակներից, Բետիսը այո այսօր արդեն երկու գնդակ հեղինակեց, երկու գնդակ ետ բերեց, կարելի է այսպես ասել ու Ինչու ոչ հիմա ճիշտ է արդեն հաշիվը 4-2-ը, բայց ունի խաղաժամանակ թիմը իսկ Պալերմոն պարզապես կարծում եմ համաձայն չի ուղղակիորեն այդ մտքի հետ ու կփորձի եթե չմեծացնել առավելությունը, ապա գոնե պահել այս ձեռք բերածը, այս բարձր բերած առավելությունը Հովանեսյան հերու թողեց գնդակը հետո ստիպված եղավ խախտել խաղի կանոնները ու արդեն Ստանդարտ նշանակեց մրցավարը Հովանեսյանն է գնդակի մոտ, նորից երկար փոխանցում մրցակցի Տուգանայինի մատույցներ մի փոքր անդարմար դիրքում հասավ գնդակին Մուսախանյանն ու արդեն ոչինչ անել չհասցրեց այստեղ Բետիսի ավակը հարձակվողը Ավակյանն է գնդակով Կաթիկունքից ճնշում, բայց հասցրեց փոխանցել այստեղ Ավակյանը ու հիմա Պալերմոն նորից գրոհ է ձեռնարկում Լևոնյան լավ էր մտածել, բայց չանցավ գնդակը այստեղ էլ
ու հետո մնաց գնդակը Բետիսի ֆուտբոլիստերի մոտ Անդրեասյանն է վերականգնում այն Պալերմոյի համար նորից Հովհաննիսյան եւ անկյունային վաստակում է ամեն դեպքում Պալերմոն այս իրավիճակում Տեսնենք անկյունայինը ինչի կվերացի Պալերմոն Ավակյանն է գնդակի մոտ կա բարձից փոխանցումը ու Արզոմանյանը հեռացեց գնդակը գուցե հիմա Բետիսը արագ հակագրով կազմակերպի Մուսախանյան ու մի փոքր հեռու թողեց գնդակը Մուսախանյանը հետո էլ արդեն վաստակեց Բետիսը եզրային նետման հնարավորություն ու սխալ կատարված փոխանցում է եզրից Պալերմոն արդեն կնետի Խաչատրյան ուղարկեց գնդակը այստեղ Հովհաննիսյանն էլ դեպի Ավակյանը շատ աջող փոխանցում կատարեց Ավակյան ու դարպասածովն է փրկում Բետիսինից Քալոշյանի հարվածից հետո այն հայտնվում է դարպասում 5-2 դուբլ Քալոշյանից նաև այս խաղում Նարեկ Քալոշյան դուբլ նաև Քալոշյանից ու նորից հանդիպան Աշիևը Պալերմոն վերականգնում է այն առավելությունը, որը ուներ մեկ տարկում նորից 3 գնդակի առավելություն 5-2 դարձրեց Քալոշյանը հանդիպան Աշիևը հիմա Հովհաննիսյանի անցումները լավներ փոխանցումը նույնպես ու տեսնենք միանգամից Բետիսը նետվել է առաջ բայց արդեն դանդաղեց գրոյի տեմպը Խաչատրյանը խլեց գնդակ ու Պալերմոն նորից հակագրոյի է հասնում Խաչատրյան լավ ստացվեց անցումը այստեղ Խաչատրյանի մոտ Մարկայանն է 1-1-ի դեմ պայքարում նրա հետ մնաց գնդակով Խաչատրյանը նույնիսկ հարված կատարեց այստեղ բայց շեղությամբ բթացավ գնդակ ու Բետիսը անցնում է եւս մեկ գրոյի Մուսախանյան տարավ իդ գնդակը Մուսախանյանը միջև վերջ տարավ բայց այստեղ Մարտիրոսյանը իհարկե այսքան հեշտությամբ չերձիճի ու հիմա ուղարկում է գնդակը Ավակյանին նորից հակագրոյի հասնում Պալերմոն Դիլանյանն էլ այստեղ հասցրեց փակել գնդակի ճանապարհը այլապես Անդրեասյանը արդեն կարված էր անկյունային նորից Կիաստի Պալերմոն ու տեսնենք այս անգամ ինչպես կստացվի Պալերմոյի ֆուտբոլիստերի մոտ Ավակյան եւս մեկ բարձից փոխանցում չհասավ այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստերից ոչ ոք այս գնդակին ու Բետիսը հակագրոյի հնարավորություն ունի դեպի Մարկարյանը բայց Խաչատրյանը առաջինն էր այստեղ նույնպես թույլ չտվեց հարվածեն ու գնդակը մնում է Պալերմոյի մոտ Գրիգոր Հովհաննիսյան հեռու թողեց գնդակը Հովհաննիսյանը հետո կորցրեց Քալոշյան պայքարում է 1-1-ի դեմ ու Մաքուր է գործում այստեղ Քալոշյանը մաքուր գնդակի խլում Գրիգոր Հովհաննիսյան կա Անդրեասյանը չփոխանցեց Հովհաննիսյանը հիմա կարող է անել դա ոչ ինքը փորձեց եզրափակել այս գրոհը ու հարվածը բարձր եւ շեղությամբ ստացվեց Շարունակվում է հանդիպումը ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստերի հետ Գրիգոր Հովհաննիսյանն նորից դաշտի միջին հատվածում Հովհաննիսյանը տիրեց գնդակին բայց փոխանցում արդեն մի փոքր ավելի թույլ ստացվեց Բադալյան
դեպի աչ եզրով փորձեց առաջ շարժվել, բայց Ավակյանն այստեղ լավ գործեց, Ավակյան ու ես իսկ նետի Պալերմոն Օհանյան լավ փոխանցում է դեպի Անդրեասյանը հետ փոխանցում նորից Օհանյանի ուղղությամբ երկրորդ քաղաքեսում առայժմ լուր է Անդրեասյանը դեռ իհարկե այն ինտենսիվությամբ այն հարվածները չի կատարել, որը տեսանք առաջին կեսում, որի ժամանակ նաև ստացվեց երկու գնդակ հեղինակել, հիմա Անդրեասյանն է գնդակով լավ էր մտածել այստեղ, բայց փոխանցումը չանցավ ու հիմա պետիսի արագ պատասխանը Մուսախանյանն մեկը պումով թողեց գնդակը խաղանկերոջը հետո ստացավ պատասխան փոխանցումը գրագետ վարվեց այստեղ ու Մարկարյանի հարվածից հետո գնդակը միայն հրաշքով չի այդտեղում այս իրավիճակում Դարպասում պաշտպան ու դարպասը հստակ չեմ կարող ասել ով դիպավ գնդակին, բայց մի համուր ուժերով Օհանյանն ու Մարտիրոսյանը, եթե չեմ սխալվում այս իրավիճակում պաշտպան Մարտիրոսյանի մասն է խոսքս Պալերմոյի կարողացան հեռացնել գնդակը անկյունայինը տեսնենք ինչ է տալու Բետիսին ցածից փոխանցում դեպի Հովանեսյանը սա խաղարկում էր ավելի շատ ու կորցրեց գնդակը Բետիսը Գրիգոր Հովանեսյան ես իսկ նետի Պալերմոն այո Ես իսկ նետի Պալերմոն, արդեն իհարկե չեն շտապում Պալերմոյի ֆուտբոլիստերը 9 րոպե, մինչ հանդիպման հիմնական ժամանակի ավարտու 3 գնդակի առավելություն ունեն խաղադաշտում, ինչը իհարկե արդեն այս 9 րոպեների ընթացքում այնքան էլ հեշտ չի լինելու Բետիսի համար ետ բերելը ու որքան մոտենա հանդիպման ավարտը, այնքան Բետիսի խնդիրը կմեծանա ու կբարձրանա, իհարկե չեմ ուզում առայժմ փաստել Պալերմոյի հաղթանակի հերթական 3 միավորը, բայց թիմը շատ մոտ է դրան։ Եվս կարծում եմ 2 րոպեով եթե չտեսնենք Բետիսի մոտ խփած գնդակ, այդ դեպքում արդեն դրանից հետո ավելի շուտ կլինի ասել ժամանակի առումով չի հասցնելու Բետիսը, բայց դեռ կա խաղաժամանակ, իհարկե Ավակյանն է պատրաստում եզրային նետումը կատարելուն ուղարկեց գնդակը դեպի ետ Խաչատրյանի ուղղությամբ ու Խաչատրյանն էլ իր հերթին ասցիագրում է գնդակը դարպասապահ Հունդանյանին, այստեղ մի փոքր շտապեց ու սխալվեց Հունդանյանը, եզից նետելու է Բետիսը, բայց իհարկե այս իրավիճակում սա հասկանալ, ես այնքան էլ ծանր կորուս չէ, ծանր հատված չստացվեց Պալերմոյի համար, հաշիվը ամենայն դեպս թույլ տալիս է այս րոպեներին, իսկ հիմա Բետիսի պատասխանը ինչու չհետևեց այստեղ փոխանցում դեպի Արթուր Գևորգյանը չեմ կարող ասել Գևորգյանը իսկապես նպաստավոր ու հարվածային դիրքում էր եւ կարող էր գրողը եզրափակել, հիմա էլ խախտում տեղի ունեցավ Ավակյանի դեմ պայքարում, հենց Գևորգյանը նահանջեց ու խախտեց խաղի կանոնները ու Նորոյ Անդրեասյանն է տեղադրում գնդակը, հեռու է տարածությունը ու տեսնենք գուցե փորձ հարվածի կատարի Անդրեասյանը կա մրցավարի Սուլիչը, Անդրեասյան հարված տեսանք Անդրեասյանից և միայն վերջի պային Արզումանյանը կռայեց, թե որ ուղղությամբ է ընտանում գնդակ ու հասցրեց հեռացնել, իսկապես վտանգավոր հարված էր կատարել Նորոյ Անդրեասյանը ու եթե գնդակը հայտնվեց ցանցում, ապա շատ շքեղ գոլի անկանատես կլինեինք։ Հիմա անկյունայինը տեսնենք ինչպես կհարգի Պալերմոն ցածից այս անգամ փոխանցում հետևեց Հովանեսյանը տիրեց գնդակին ու շարժվում է առաջ լավ տարածություն հաղթարեց Հովանեսյանը կատարեց փոխանցում, բայց բրավո Գրիգոր Հովանեսյանին Պալերմոյից այստեղ այս անկման գնով գնդակի ճանապարհը փակելու համար այլապես Մարկարյանը միայնակ էր մնում Հունանյանին դիմաց, հիմա էլ խախտեց Մարտիրոսյանը խաղի կանոնները ու ստանդարտ կիրաստի Բետիսը և տեսնենք այս ստանդարտը ինչ է տալու արդեն Բետիսի ֆուտբոլիստերին կա մրցավարի Սուլիչը հարված ենք տեսնում, բայց բավական բարձր ստացվեց այստեղ հարվածը, եթե չեմ սխալվում Մարկարյան ներառված կատարողը ու հարված կլինի
Պալերմոյի դարպասից Օհանյանը խաղարկում է Մարտիրոսյանի հետ գնդակը, այո իսկապես այս հանդիպումը բավական վստահ սկսեց ու շարունակություն տվեց Պալերմոն ու այս 3 միավորը, որը կվաստակի Պալերմոն արդեն կարծում եմ հստակ կարող ենք փաստել այդ 3 միավորի առկայությունը, քանի որ ժամանակի առումով Բետիս այլևս չի հասնի 5 րոպե մինչ հանդիպան ավարտ ու խփել այսպիսի պաշտպանվող Պալերմոյի դարպասի 3 գնդակ 5 րոպեում անձամբ ես չեմ հավատում այդ ամենին։ Քալոշյան մեկը երկուսը կարծում եմ հնարավոր կլինի, բայց խփել երրորդ ու հավասարեցնել այս հանդիպան հաշիվը մի փոքր այն ժանրից կլինի։ Իհարկե Բետիս ինքը իր խնդիրը ավելի բարդացրեց 3-2-ից հետո ու եթե նույնիսկ այսպես ասեմ 5-րդ գնդակը բաց չթողնեին ու 4-2 լիներ հանդիպան հաշիվը, ապա ավելի տրամադրված ու ավելի ինտենսիվությամբ խաղային Բետիսի ֆուտբոլիստները, բայց կարծում եմ նրանք էլ հիմա քաշ գիտակցում են, որ այլևս հնարավոր չէ փրկել այս հանդիպումը Անդրեասյանն ու հիմա մի փոքր էր պակասում հետրիկը տեսնեինք Անդրեասյանի շեղությամբ ստացվեց այստեղ հարվածը, բայց որքան ջանք ու եռանդ չխնայեց այս ամենի համար խաղանկերը Ավագյանը, ով միջև վերջ պայքարեց ու փոխանցում նույնիսկ հասցրեց կատարել այստեղ Նորայր Անդրեասյանին խաղարկում են Բետիսի ֆուտբոլիստները դարպասից երկար փոխանցում են տեսնում առաջ կա այստեղ կա խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում Մարտիրոսյանի կողմից ներողություն Մարկայանի դեմ պայքարում ու ստանդարտ է իրացնելու արդեն Բետիսը Մուսախանյանն է գնդակի մոտ Մրցավարի սուրիչը Դավիթ Մուսախանյան հարվածը արադարձ նույնիսկ եղավ, բայց Հունանյանը այստեղ ֆանտաստիկ սեյվով աչքի ընկավ, հեռացնելով գնդակը անկյունային կիրասնի հիմա արդեն Բետիսը իրոք վտանգավոր հարված էր կատարել Դավիթ Մուսախանյանը, նույնիսկ եղավ արադարձ ինչը էլ ավելի վտանգավոր դարձրեց նրա կատարած հարվածը, բայց միևնույնն է Հունանյանը ճիշտ դիրքում էր ու արձագանքեց այս գնդակին Դավիթ Հովհաննիսյան լավ գործողություն Հովհաննիսյանի շարժվում է դեպի առաջ հիմա կատարեց փոխանցում ու հասցրեց Պալերմոն հեռացնել գնդակը Խաչատրյան Մանած գնդակով Խաչատրյան ճիշտ է կա Գևոր Բադալյանի ճնշումը ներողություն բայց չփոխանցեց այստեղ Խաչատրյանը ու փոխարենը անկյունային վաստակեցին հիմա Բետիսի ֆուտբոլիստները այո տվեց ամեն դեպքում Գևորգ Բադալյանի ճնշումը տվեց իր արդյունքը հիմա եւս մեկ փոխանցում հեռացված է գնդակը եւս մեկ փորձ ու նորից ստացվեց իսկ այստեղ էլ արդեն խաղի կանոնները խախտեցին Լևոնյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրասնի Պալերմո Խաչատրյանն էլ այստեղ տեղադրեց ու ուղարկեց գնդակը առաջ բայց պետք է ճիշտ դիրքից խաղարկել Հիմա կարելի է խաղարկել Խաչատրյան Շատ լավ փոխանցում դեպի Աչեզր, դեպի Քալոշյանը լասյակում է գնդակը Անդրեասյանին, բայց ստացվեց այստեղ Անդրեասյանի փոխանցումից հետո Լևոնյանի մոտ դիպուկ գտնվելու Բետիսը նորից դետվում է առաջ Մարկարյան շատ էր թողեց գնդակը, այս գնդակին չի կարող հասնել պարզապես, քանի որ Վայե Հունանյանը դուրս գալով դարպասից տիեց գնդակին այստեղ Խաչատրյանն նորից գնդակով շատ այսպես ասած մշակված փոխանցում կատարեց դեպի Ավագյանը, Ավագյանը Լևոնյանն է ուղարկում գնդակը Նորայր Անդրեասյան արվածային դիրքում է Անդրեասյանը փոխանցում է կատարում ու Քալոշյանից կարող էինք հիմա էլ մենք այս խաղում արդեն հետրիկ տեսնել, բայց հարվածը բավական բարձր ստացվեց ու գնդակը չհայտվեց դարպասում Փոփոխություն հիմա Պալերմոյի կազմում Ավագյանը լքում է խաղադաշտը Օհան Օհանյանն էլ վերադառնում է խաղադաշտ նրա փոխարեն
Անդրեասյան Եվ հետ փոխանցում դեպի Մարտիրոսյանը Լևոնյան Գրիգոր Հովանիսյան վտանգավոր է Հովանիսյան ու 6-րդ անգամ այս խաղում գնդակը հայտնվում է Պետիսի դարպասում 6-2 Պալերմոն բավական խոշոր է դարձնում արդեն հանդիպանաշիվը Գրիգոր Հովանիսյան գնդակը հայտնվեց դարպասում ու արդեն 6-2 հաշվով հաղթում է Պալերմոն հանդիպումն էլ հենց այստեղ ավարտվում է դուբլ տեսանք Անդրեասյանից մեկ անգամ աչքի ընկավ Լևոնյանը մեկ անգամ Հովանիսյանը 2 գնդակ էլ հեղինակեց Քալոշյանը Պալերմոյի կազմում իսկ Պետիսի գոլերը խփեցին այս խաղում Դավիթ Հովանիսյանն ու Դավիթ Մուսախանյանը Գեր գոլարատ հանդիպում ու այս ամենի արդյունքում Պալերմոն վաստակեց իր հերթական 3 միավորը այս խաղի համար նախատեսել ենք այսքանը կարճ դադար է որից հետո կշարունակենք